Միջազգային top 10 թեմաների ամփոփումը Եվրամեդիա 24 հեռուստաընկերության եթերում։ Ֆրանսիայում կայացել է G7-ի արտաքին գործերի նախարարների բարձր մակարդակի հանդիպում, որտեղ քննարկվել են Ուկրաինայի պատերազմը, Իրանի շուրջ լարվածությունը և համաշխարհային անվտանգության հիմնական սպառնալիքները։ Հանդիպմանը մասնակցել են Ֆրանսիայի, Գերմանիայի, Կանադայի, Իտալիայի, Ճապոնիայի և Մեծ Բրիտանիայի ներկայացուցիչները, սակայն ի տարբերություն նախորդ տարիների կողմերը չեն կարողացել ընդունել միասնական հայտարարություն։ ԱՄՆ-ի հետ խորացող տարաձայնությունների պատճառով քննարկման առանցքում եղել են Իրանի դեմ իրականացվող ռազմական գործողությունները և Հորմուզի նեղուցի շուրջ վտանգավոր զարգացումները, որոնք կարող են խաթարել համաշխարհային նավթի մատակարարումները։ Եվրախորհրդարանը ընդունել է կարևոր օրինագիծ, որը նպատակ ունի ամրապնդել Եվրամիության և ԱՄՆ-ի միջև առևտրային հարաբերությունները։ Փաստաթուղթը ներառում է հատուկ պաշտպանական դրույթներ, որոնք պետք է կանխեն ԱՄՆ-ի կողմից հնարավոր տնտեսական ճնշումները։ Քվեարկությունը անցել է համոզիչ առավելությամբ, ինչը ցույց է տալիս եվրոպական երկրների միասնական մոտեցումը տնտեսական անվտանգության հարցում։ Համաձայնագիրը նաև հնարավորություն է տալիս եվրոպական արտադրանքին ավելի հեշտ մուտք գործել ամերիկյան շուկա։ Միաժամանակ նախատեսվում են սահմանափակումներ, որոնք թույլ կտան ԵՄ-ին պաշտպանել իր տնտեսությունը, եթե պայմանները խախտվեն։ ԱՄՆ պաշտպանության նախարարությունը քննարկել է Ուկրաինայի նախատեսված ռազմական օգնության մի մասի ուղղումը դեպի Մերձավոր Արևելք։ Այս քայլը պայմանավորված է Իրանի շուրջ լարվածության աճով և ռազմական ռեսուրսների սահմանափակությամբ։ Եթե որոշումը ընդունվի, դա կարող է լուրջ ազդեցություն ունենալ Ուկրաինայի պաշտպանության վրա։ Միաժամանակ այն կարող է խորացնել տարաձայնությունները ՆԱՏՕ-ի ներսում։ Եվրոպական երկրները մտահոգված են, որ նման քայլը կթուլացնի Ռուսաստանի դեմ միասնական ճակատը։ Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին հայտարարել է. Թեհրանը չի ձգտում պատերազմ, սակայն պատրաստ է միայն այնպիսի խաղաղության, որը լիովին կբխի իր շահերից։ Նա ընդգծել է. ներկայիս իրավիճակում իրական բանակցություններ չեն ընթանում։ Իրանը շարունակում է ուսումնասիրել ԱՄՆ-ի առաջարկները, բայց չի ցուցաբերում պատրաստակամություն արագ համաձայնության հասնելու հարցում։ Միաժամանակ տարածաշրջանում ռազմական գործողությունները շարունակվում են, մեծացնելով լարվածությունը։ Վերջին տվյալների համաձայն Իսրայելի բնակչության մեծ մասը շարունակում է աջակցել Իրանի դեմ ռազմական գործողություններին։ Դա տեղի է ունենում այն պայմաններում, երբ միջազգային աջակցությունը աստիճանաբար նվազում է։ Իսրայելում հասարակական տրամադրությունները պայմանավորված են անվտանգության խորացող սպառնալիքներով։ Միևնույն ժամանակ միջազգային հանրությունը ավելի ակտիվորեն կոչ է անում դադարեցնել ռազմական գործողությունները։ Դիվանագիտական ճնշումը աճում է, սակայն այն դեռ չի բերում իրական արդյունքների։ Պաղեստինի վարչապետ Մոհամմադ Մուստաֆան հանդիպել է Եվրամիության հատուկ ներկայացուցչի հետ։ Քննարկվել են տարածաշրջանի քաղաքական զարգացումները և անվտանգության հարցերը։ Կողմերն անդրադարձել են նաև տնտեսական համագործակցության ընդլայնման հնարավորություններին։ Հատուկ ուշադրություն է դարձվել հակամարտության խաղաղ կարգավորմանը։ ԵՄ-ն փորձում է ավելի ակտիվ դեր ստանձնել տարածաշրջանում կայունություն ապահովելու համար։ Միջազգային առողջապահական կառույցները ահազանգում են, տարածաշրջանում իրավիճակը կտրուկ վատթարանում է։ Պատերազմը հանգեցնում է հիվանդանոցների ծանրաբեռնվածության և դեղերի պակասի։ Աճում են վարակիչ հիվանդությունների տարածման ռիսկերը։ Բնակչությունը կանգնած է հումանիտար լուրջ ճգնաժամի առաջ։ Մասնագետները նշում են, առանց հրադադարի իրավիճակը կարող է վերածվել աղետի։ Կիմ Չեն Ընը Փհենյանում ընդունել է Ալեքսանդր Լուկաշենկոին, որի ընթացքում կողմերը ստորագրել են բարեկամության և համագործակցության պայմանագիր, հայտարարելով, որ իրենց հարաբերությունները մտնում են նոր փուլ։ Հյուսիսային Կորեան և Բելարուսը ընդգծել են, որ ունեն համընկնող դիրքորոշումներ մի շարք միջազգային հարցերում և պատրաստ են խորացնել համագործակցությունը։ Նշվում է, երկու երկրներն էլ աջակցում են Ռուսաստանին Ուկրաինայի պատերազմում, տարբեր ձևերով մասնակցելով գործընթացներին։ Միաժամանակ Լուկաշենկոյի այս քայլը դիտարկվում է որպես փորձ ամրապնդելու կապերը Ռուսաստանի դաշնակիցների հետ և որոշ չափով հավասարակշռելու հարաբերությունները Արևմուտքի հետ, այդ թվում ԱՄՆ-ի։ Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը հայտարարել է. սոցիալական ցանցերը կարող են լուրջ վտանգ ներկայացնել հասարակության համար։ Նա առաջարկել է խստացնել վերահսկողությունը, հատկապես երեխաների պաշտպանության նպատակով։ Կառավարությունը պատրաստվում է նոր օրենսդրական փոփոխությունների։ Այս քայլը պայմանավորված է տեղեկատվական անվտանգության աճի խնդիրներով։ Միաժամանակ քննարկվում է նաև թվային հարթակների պատասխանատվության հարցը։ Մեկնարկել է միջազգային առևտրի կարևոր հանդիպում, որտեղ քննարկվում են համաշխարհային տնտեսական համակարգի բարեփոխումները։
ԱՄՆ-ն եւ Եվրամիությունը փորձում են վերանայել գործող կանոնները։ Մի շարք երկրներ մտահոգված են, ներկայիս համակարգը այլևս արդյունավետ չէ։ Քննարկվում են նոր մոտեցումներ եւ համագործակցության ձևաչափեր։ Հնարավոր է ձևավորվեն նոր տնտեսական դաշինքներ։